Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ողջ եւ առողջ եք։ Աղոթել։ Որքան կարևոր է աղոթել։ Տեր Հիսուս Քրիստոսը ասավ. «Անդադար աղոթեցեք առանց վհատելու»։ Աղոթքը սիրելներ Աստծո հետ խոսակցություն է։ Աղոթքը պետք է մեր ամենօրյա կյանքի մեկ մասը դառնա։ Ինչպես որ ամեն օր մենք սնունդ կուտենք եւ օրվա մեջ 3 անգամ կոնե շատեր, այդպես էլ նվազագույն 3 անգամ պետք է աղոթ կնել։ Առավոտ արթնցած ժամանակ, գեսորին, երեկոյան, կամ առավոտ, երեկոյան եւ գիշերին։ Սիրելիներ, այլ խոսքով պետք է աղոթքի ժամեր ունենանք։ Ամեն շաբաթ ցեզի ես եկեղեցվո հայրերեն քրություններ կընթերցեմ։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ Որոքինեսի այս աղոթքի ուսումնասիրութենեն հատվածը։ Նախքան այդ սակայն ցեզի պատմեմ թե ով եղած է Որոքինես։ Անիկա ծնած է սիրելիներ 185 թվականին։ Որոքինեսը այնպիսի հզոր միտք եղած է, որ ամբողջ Աստվածաշունչը մեկնած է, բազմաթիվ ջարեր, նամակներ գրած է, բայց որպես եկեղեցվո հայր սուրբ չէ հրճակված դժբախտաբար։ Ընդհակառակը 5-րդ եւ 6-րդ այսպես կոչված դիեզերական ժողովներու ընթացքին անիկա նույնիսկ թադաբարդված է եւ անոր համար իր գործերեն շատերը բնաչնչված են։ Սակայն հակառակ անոր սիրելներ բազմաթիվ եկեղեցվո հայրեր, ինչպես Սուրբ Պարսեր Գեսարացին, Սուրբ Հովան Ոսկեբերանը, Սուրբ Գրիգորը Սկանչելակորձը եւ բազմաթիվ ուրիշ մեծ սուրբեր օգտագործած են Որոքինեսի գործերը, անոր մտածումները, գիտնալով նաեւ անոր երբեմն սխալ արտահայտությունները։ Որոքինեսը սիրելներ քրիստոնյա ընտանիքի մեջ ծնած էր 185 թվականին Եգիպտոս, Աղեքսանդրիա, ադորամար Որոքինես Աղեքսանդրացի նաեւ կգոչվի։ Անոր հայրը եղած էր ուսուցիչ եւ դասավանդած է սիրելներ Եգիպտոսի մեջը ուսուցչություն ըրած է եւ այդ ժամանակ դժբախտաբար 202 թվականին երբ որ հալածանքներ կսկսին Սևերիոսի գոմե, Սևերիոս ուրեմն Սեպտիմոսի գոմե իր հայրը կնահատակվի։ Այդ ժամանակ Որոքինեսը 17 տարեկան էր։ Ինքն ալ գուզե իր հոր հետ նահատակվիլ։ Բայց իր մայրը անոր հակոստները կբահե եւ մերկ չելելու ամոթեն մղված ըստիված հետևաբար կմնա եւ Որոքինեսի ուսերուն վրա գինա հոգսը ընտանեկան հոգսը, որովհետեւ ուներ իր մե փոքր 6 եղբայրներ եւ առավել մայրը։ Փոքր տարիքին անիկա շատ ուսումնադենչ եղած է, ուսանած է սիրելիներ նախ իր հորը դպրոցի մեջ, իր հայրը քերականության ուսուցիչ էր Լեոնիդես անունով, եւ նաեւ աշակերտած է շատ մեծ հայրեր Բանդենոսին եւ Գրեմես Աղեքսանդրացին։ Իր հորը մահեն յետ, նահատակութենեն յետ, զոհվելեն յետ, կշարունակե իր ուսումը եւ գտարնա ուսուցիչ դարբեր նյութեր դասավանդելով։ Աշխարհական էր սիրելներ, բայց սուրբ գրքի նկատմամբ այնպիսի մեծ նվիրվածություն ուներ, սուրբ գիրքը սկանչելի գերբով գիտեր, սխալ հասկացած էր Մատթեոսի ավետարանի մեջ Հիսուսի ասած խոսքը 19-րդ գլխու 13-րդ համարին ներքիններու մասին եւ հետեւաբար ինքզինք ներքինի դարձուցած էր Աստուծո արքայությունը ժառանգելու համար,
Բայց սիրելիներ, ինչպես ասի, անիգա այնքան նվիրված էր, որ հագարականոր որ գարիկի մեջ էր, քետնին գբարգեր, դեղ չուներ բարգելու, բայց իր աշակերտներեն գումար չեր վերցներ։ Այլ ծրագիր կրելով իր աշխատավարձը գշայր, իր աբրուստը գհոքար, արդակրելով։ Իր հրճակը ամեն դեղ կդարածվի, Եգիպտոսեն դուրս, եւ իրեն գուքան դուրսեն աշակերտներ աշակերտելու, ոչ միայն քրիստոնյա, այլ նաեւ հեթանոս։ Երբ գայցել է Բաղեստինյան Գեսարիա, այնտեղ սիրելներ, ուրեմն Թեոգդիստոս եւ Երուսաղեմի եպիսկոպոսները, Ալեքսանդր եպիսկոպոսները, Թեոգդիստոսը եւ Ալեքսանդր եպիսկոպոսները իրեն արդոնություն կտան, որ եկեղեցիներու մեջ քարոզ է։ Եվ ասիկա թշկողության ալիք մը գբարձրանա Ալեքսանդրիայի Թիմիդրոս եպիսկոպոսին կողմէ, որ եպիսկոպոսներ որոքինեսին եւ իր մոտ իդ գանչել գուդազինք, այնտեղ դարձյալ իր ուսուցչության աշխատանքին կսկսի, հետո երբ պետք էր հերետիկոսներուն թեմ պայքարել Աթենքի մեջ, գուղարգեն զինքյո, ուրեմն Թիմիդրոս Ալեքսանդրացի եպիսկոպոսը զինք գուղարգե Ալեքսանդրիա, որբեսի Աթենք, որբեսի այնտեղ վիճապաներ եւ ամբողջությամբ մերգացներ աղանդավորներու այս միտքը եւ իսկապես ինք կհաջողի, ապա երբ դարձյալ Բաղեստինյան Գեսարյան գերտասիրներ այնտեղ զինք եպիսկոպոսը դերբույն եպիսկոպոսը Թեոգդիստոսը զինք կցերնատրե քահանա եւ այս մեկը անշուշտ բացարձակ կերպով թուր չիկար Ալեքսանդրիայի եպիսկոպոսին զինք հետևաբար գարկազուր կհրճագե, սակայն Բաղեստինյան Գեսարիայի մեջ անիգա մեծ դեր գունենա, մեծ համբավ գունենա եւ դարձյալ գքահանայակորձե, այսպիսի բավական նեղությունները գանցնի իրականության մեջ որոքինես։ Ինչպես ասի սիրելներ, բազմաթիվ քիրքեր գրած է ամբողջ Աստվածաշունչը մեկնաբանած է, 6 իջյան սյունակները պատրաստած է, բացարիք գիտնական մարդ եղած է, փիլիսոփա ուղեղ ունեցած է, բայց նաև Սուրբ Երորդության մասին ունեցած է այնպիսի գարձիկներ, որոնք դժվար ընկալելի էին, անոր համարալ եկեղեցվո կողմէ ինք դժբախտաբար գմերժվի։ Եվ 250 թվականին Թեգոս գայսրին հալածանքներու ընթացքին խստիվ գալածվի, գչարչարվի, գփանդարգվի, ճիշտ է որ գազատվի, սակայն այնքան նեղություններ կգրե, այնքան չարչարանքներ կգրե, որ 253-254 թվականներուն ինքը արդեն աչքերը կփակի աշխարհին։ Սիրելիներ, մինչև այսօր, թեև ըսի եկեղեցվո հայր չի նկատվիր, բայց եկեղեցվո բոլոր եկեղեցներու հայրերը գօգտագործեն որոքինեսը։ Որոքինես, որովհետև իսկապես այնպիսի սկանչելի, ուրեմն մեկնաբանություններ կատարած է, որ մեծ մասի իր քրությանց ուղղափար է, մեծ մասը։ Եվ ինչպես Արտենսի բազմաթիվ եկեղեցվո սուրբ հայրեր օգտագործած են իր բոլոր քրությունները, հագարականոր որ սխալներ եղած են, սխալներ իմացած են, ինչպես ասի արդեն Գրիգոր Աստվածապանը, Փարսև Եսարացին, Հովամ Ոսկեփերանը, Մեծն Աթանասը, Ամբրոսիոսը, Վիգենտիոսը եւ շատ ուրիշներ։ Մեկ շունչով այս մեծ բահոց օրերուն ես ընթերցեցի աղոթքի մասին իր գադարած որոքինեսի գադարած այս ուսումնասիրությունը։ Սկանչելի, իսկապես սկանչելի։ Այնքան խորքային ձևով ուսումնասիրած է աղոթքը եւ 3 մասերու կբաժնի այս ուսումնասիրությունը։ Առաջին մասի մեջ գխոսի սիրելներ 5 դագարանի մեջ ինչ է աղոթքը, ինչպես մարգարեները ներշնչվեցան, հրեշտակները ինչպես աղոթները գլսեն, ինչպես Դովփիթին օգտագործության եկավ Ռաֆայելը եւ այլն, շատ խորուն կերպով գմեգնե
եւ գբացատրե թե ինչպես Սուրբ Հոգին ինքը մեր փոխարեն գաղոթե եւ մենք աղոթել չենք գիտեր, ապա սիրելներ երկրորդ բաժնով գբացատրե հայրմերի գմեգնե հայրմերի մեկնությունը կգադարե սկանչելի երբով եւ երրորդ մասի մեջ կորզնական ծևերու մասին խոսի թե որ գոմը պետք է դառնալ եւ աղոթել դեպի արևելք, որտեղը պետք է աղոթել դան մեջ, եկեղեցվո մեջ եւ այլն։ Ես բիդուզեմ սիրելներ, որովհետեւ սահմանափակ է ժամանակս, ես կուզեմ որ այս երրորդ մասը ցեզի ընթերցել, որբեսի լսենք թե որոքինեսը ինչ կսե աղոթքի մասին։ Ուրեմն երրորդ մասը քրիստոնեական աղոթքի գադարումը։ Նկատառումներ աղոթքի վերաբերյալ։ Ամփոփչացնելու համար մեր այս ուսումնասիրությունը գարձում եմ անօգուտ չի լինի հստակացնել մի քանի մանրամասնություններ աղոթքի համար պահանջվող պայմանների վերաբերյալ։ Նախ այն դերը, որ պետք է ընտրել, այնուհետև այն թիրքը կամ ուղղությունը, որ հարկավոր է գտնել եւ ոչ մի արգելք չի խանգարում դրան, նաեւ այն ժամանակը, որ հարմար է աղոթքի համար եւ այլ նկատառումներ։ Ուրեմն, մեզ հիմա պիտի խոսի ինքը դեղի մասին, որտեղ պետք է աղոթել, թիրքի մասին կամ ուղղության մասին, ինչ ուղղությամբ պետք է աղոթել եւ նաեւ ժամանակի մասին, թե երբ պետք է աղոթել եւ այլ ուրիշ նկատառումներ։ Որոշ պայմաններ վերաբերում են աղոթողի հոգուն, այլ պայմաններ նրա մարմնին։ Պողոս առաքյալը բարձրապանում է դրանք վերևում նշված հատվածներից մեկում։ Ամենից առաջ պետք է աղոթել առանց փարգության, ասի կարևոր է, առանց երգմտության, այսինքն երգմիտ կասկածող միտ պետք չէ ունենալ, մաքուր ցերկեր բարձրացնելով թեպի երգինք, ինչպես առաջին Դիմոթեոսի նամակի մեջ գսե Պողոս առաքյալ երկրորդ գլխու 8-րդ համարի մեջ։ Թվում է թե առաքյալը ներշնչվել է Սամոսերկուի հետևյալ խոսքից. Ցերկերիս գարգարումը քեզ է ուղվում իբրև երեգոյան բادرակ 141-րդ Սամոսի մեջ Դավիթ ասած է ուղի եղիցին աղոթքին ցերկերս քեզի կփարսացնեմ դեր ուրեմն համբարձում են ցերացի մոց բادرակ երեգոյի երկրորդ համար 141-րդ Սամոսի երկրորդ համար դերի մասին նշված է ուզում եմ որ դղամարդիկ աղոթեն ամեն դեղ Պողոս առաքյալի խոսք առաջին Դիմոթեոս երկրորդ գլուխ 8-րդ համար Սողոմոն իմաստունը հստակորեն նշում է այն թիրքը, որ պետք է ընտրի աղոթողը։ Սողոմոն իմաստունի խոսքը գնշե հիմա, ուրեմն իմաստության գիրքեն 16-րդ գլխու 28-րդ համարեն, թող իմանան, որ պետք է վեր գնալ արեքագի ձակելուց առաջ եւ աղոթելիս նայել թեպի արևածագը։ Հիմա սիրելներ մանրամասնությամբ ավելի գխոսի։ Ինչ դրամատրությունով պետք է աղոթել։ Ինձ թվում է, որ նա, ով դրամատրվում է աղոթելու, պետք է ինքնամփոփվի եւ որոշ չափով նախապատրաստվի, որբեսի լինի ավելի փութաչան ու ժիր, ավելի ուշադիր աղոթքի ամբողջությանը։ Պետք է նմանապես իր մտքից վանի հերացնե բոլոր նեղություններն ու խռովքները եւ աշխատի հիշել Աստուծու մեծությունը, որին ինքը մոդենում է։ Մտածի, որ ամբարշտություն է նրան ներգայանալ առանց ուշադրության, առանց չանքի, մի տեսակ անհոգությամբ, արցակ համարցակ, վերջապես պետք է թեն գցել ամեն տեսակ օդարոդի մտածում։ Սիրելներ, երբ գաղոթենք, մեր միտքեն ամեն տեսակի օդարոդի խորհուրդները պետք է հրացնենք, որովհետև սատանան գիտե, որ երբ գաղոթենք Աստուծո հետ կխոսենք, անորամար մեր մտքի մեջ տեսակ մտածումներ կբերե։ Տեսեք, եւ որ հերադեսիլ գտիդենք, գետրոնանանք, չենք խանգարվի, սատանան չի խանգարել մեզ, որովհետև մեզ հերացուցած է Աստուծո, բայց երբ որ աղոթքի գսկսենք, օրտնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն ասենք, հայր մեր գսենք արդեն երրորդ բարեն մեր ուղեղ ուրիշ տեղ գնաց։ Ինչու? Սատանան որովհետև ուրիշ տեղ մղեց։ Պետք է գետրոնանանք, սիրելներ, ճշմարտորեն, երբ որ գաղոթենք, պետք է գետրոնանանք Աստուծո մեծության վրա։ Գիտնանք, որ Աստված ամեն ինչի կարող է եւ ամեն աղոթքի պատասխան կտա։ Աղոթքի կանգնելիս աղոթողը ցերկերն Աստուծու ներկայացնելուց առաջ պետք է իր հոգի ներկայացնի նրան։ Աչքերը բարձրալին ուղելուց առաջ պետք է իր միտքը ուղի նրան։
նախքան վեր գնալը պետք է երկրային ամեն բանից անչադի իր միտքը այն ամբողջությամբ մատուցելու համար դիեզերքի դիրոջը վերջապես նա անհիշաչարությամբ պետք է մի գոմ տնի ու մորանա այն բոլոր վիրավորանքները որ գարձում է թե հասրել են իրեն եթե ուզում է որ Աստված մորանա իր թեմ իր մերձավորների թեմ եւ ողջամտության թեմ կորձված չարիքը ահա սիրելներ ասիգա պայման է որ նախքան մեր ցերկերը վեր փարսացնալ նախ մեր միտքը մեր հոգին մեր էությունը պետք է վեր փարսացնենք եւ նախքան սիրելներ աղոթել պետք է ներենք ամենեն դժվար բաժինը եւ հայր մերի մեջ Հիսուս մեզի սորվեցուց եւ ասավ եւ կաղոթեք ասեք եւ թող մեզ զբարդիս մեր եւ ները մեզի մեր բարդկերը մեր մեղքերը ինչպես որ մենք գներենք ուրիշներուն որոնք մեղանչած են մեզի թեմ գներենք Հիսուս ասավ եթե չներեք հայրն ալ ցեզ չի ներելու Հիսուս ասավ եթե գուզեք որ ձեր աղոթները լսվին նախ դուք ներեցեք անոնց որոնք ցեզի չարի կրած են ահա սիրելներ պայմանը մեր աղոթները լսվելուն քանի որ մարմինը կարող է շատ թիրքեր ընդունել այն թիրքը երբ մենք մեկնում ենք մեր ցերկերը վեր եւ բարձրացնում մեր աչքերը դեպի երկինք վստահաբար պետք է նախընտրելի լինի մյուս բոլոր թիրքերից ուրեմն մեր մարմինը գրնալ զանազան թիրքեր առնել չէ բայց նախընտրելի է որ գսե աղոթածադենը մեր ցերկերը բարձենք մեր աչքերը վեր բարձրացնենք աղոթենք վստահաբար պետք է նախընտրելի լինին այս բոլորը այս ցերկերը բարձրացնել աչքերը մյուս բոլոր թիրքերից որբեսի աղոթքի ժամանակ մարմին արդահայտի պատկերը հոգու բոլոր դրամատրությունների այսինքն հոգին ալ կարողանա վեր բարձրանալ մենք ասում ենք որ այս ծևով պետք է անել երբ արգելքներ չկան բայց երբեմն հանգամանքները կարող են ըստիբել մեզ որ աղոթենք նստած օրինակ երբ ոտքերից ցավ ունենք կամ նույնիսկ բարգած երբ չերմություն ունենք նույն պատճառով եթե օրինակի համար նավի մեջ են կամ մեր կորձերը թույլ չեն տալիս մեզ առանցնանալ գադարելու համար աղոթքի մեր բարդականությունը կարելի է աղոթել առանց արտաքին որևէ թիրք ընդունելու կարելի է միայն հանգիստ գանկնել եւ աղոթել հետեւաբար սիրելիներ ինչ թիրքի վրա որ գտնվինք Աստված կընդունի մեր աղոթքը բայց աղոթքի ծևեր կան հիմա եւ որ զղջումի աղոթ պիտենք ինչ ծևով պետք է ենք անոր մասի մի խոսի որոքինեսը աղոթել ձնրատրելով ձնգաճոք աղոթ անհրաժեշտ է երբ աղոթողը իր սեփական մեղքերն է խոստովանում Աստուծո առաջ աղաչելով նրան որ բժշկի իրեն կամ թողություն տա իր մեղքերին եւ որ թողության համար պիտի աղոթենք ձունգի պետք է կանք անոր համար է որ մեղայի ժամանակ ձունգի գուկանք մեր գուրծքը պետք է ձեզենք եւ խնդրենք որ Տերը ները մեզի մեր մեղքերը այս ծևի աղոթքը խորտանիշն է այն ձնրատրության եւ հնազանդության որի մասին արտահայտվում է Պողոս Արաքյալը երբ գրում է ահա թե ինչու ձնկներս խոնարեցնում եմ հոր արչեւ որից իր անունն է ստանում ամեն հայրություն երկնքում եւ երկրի վրա Եփեսացիներու նամակին արտված այս խոսքը 3-րդ գլխու 14 եւ 15 համարներ են Հենց սա է այսպես կոչված հոգեգան ձնրատրությունը, քանզի ամեն արարած բաշխում է Աստծուն Հիսուսի անունով եւ խոնարհաբար հնազանդվում նրան։ Թվում է թե Արաքյալի ագնարգությունը սրան է վերաբերում, երբ ասում է. Հիսուս Քրիստոսի անունով թող խոնարհվի ամեն զունգ, թե երկնքում, թե երկրի վրա եւ թե թժողքում։ Ֆիլիպեցիներու նամակ 2-րդ գլխու 11-րդ համարի մեջ կսվի չէ, ամեն զունգ պիտի խոնարհի Տիրոջ դիմաց։ Թե երկնավորները, թե երկրավորները եւ թե սանտարամետականները եւ բոլոր լեզու պիտի թավանի որ Հիսուս դեր է հայր Աստվածը փառավորելու համար Պետք չէ երևակայել որ երկնային էակներն ունեն մարմիններ եւ ձնկներ մեր մարմինների եւ ձնկների նման որովհետեւ այս հարցը հմդորեն ուսումնասիրող անձանց կողմից ապացուցված է որ նրանք ունեն քնթացև մարմիններ Ով չի ընդունում այս տրույթը, պետք է կոնե ընդունի, եթե միայն անմիջ չէ, որ մարմնի յուրաքանչյուր անդամ ունի իր օգտակարությունը եւ որ Աստված չի կարող ստեղծել որևէ բան առանց օգտակարության եւ առանց նպատակի։
Նմանապես սխալվում է նա, ով բնդում է թե մարմնի դարբեր մասերը մեզ չեն դրված հadoop գործողություններ կատարելու համար, կամ երկնայինների մարմինները պատկերացնում է մեր մարմինների նման որովայնով եւ աղիներով, որոնք բնական գործողություններ են կատարում։ Անհետեթ չէր լինի նաև նրանց երևակայել որպես արձաններ, որոնք արդակուստ մարդկային ցև ունեն եւ գայուն չեն։ Այս բոլորը նշեցինք ձեռնատության գաբակցությամբ, որի մասին ասում է վերոհիշյալ հատվածը. Հիսուս Քրիստոսի անունով թող խոնարհվի ամեն ձունկ, թե երկնքում, թե երկրի վրա եւ թե թեժողքում։ Նաև մյուս խոսքը ամեն ձունկ խոնարհվելու է իմ առջև։ Եսայի 45:20 համար։ Սիրելիներ, հրեշտակները իրենց ցևով կխոնարհին Տիրոջ դիմաց, մենք մեր ցևով։ Եվ մեր խոնարհման ցևը ձնրատրելն է։ Աղոթքի դերը։ Կալով աղոթքի դերին պետք է գիտնալ, որ աղոթքի համար ամեն դեղ հարմար է նրա համար, ով լավ է աղոթում։ Ամեն դեղ խունկ մատուցեք իմ անվան, գսե Աստված Մաղաքիայի բերնով։ Մաղաքիան վերջին մարգարեն է 5 դագարանի, առաջին գլխու 11-րդ համարի մեջ։ Նաև ուզում եմ, որ մարդիկ աղոթեն ամեն դեղ, գսե Պողոս առաքյալ, առաջին Դիմոթեոս 2-րդ գլուխ 8-րդ համար։ Սակայն աղոթքի բարդականությունը ավելի հանգստությամբ եւ նվազ մտածրիվ կատարելու համար կարելի է որոշակի մի անգյուն ընտրել դանը, եթե դա հնարավոր է, եւ բնակարանը ընդարձակ մի դեղ, որ այսպես ասած վերաբահված լինի աղոթքին, որբեսի սիրելներ խաղաղվինք, որբեսի ավելի հանդարտ լա եւ ավելի հանգիստ ծևով աղոթքի նվիրվինք, գսե որոքինեսը, որ եթե դան մեջ անգյումը աղոթքի համար դրամատրեք, անիգա սկանչելի է։ Բայց անհրաժեշտ է նախապես քննել, թե որևէ անբադեհ բան չկա աղոթքի համար նախադեсված դեղի վերապերյալ։ Չլա որ հանգարց դամ մեջ դեղ մնդրենք, որ Աստուծո հաճելի չլա։ Կարող է Աստված իր հայացքը շեղել ոչ միայն մեզնից, այլև ընդրված դեղից։ Օրինակ, եթե դեղ մնես սիրելներ, որ չգիտեմ, Եգիպտոսի փուրքերուն բատկերներ տրված են, փիղ տրված է, արծաններ տրված են եւ այլն։ Աստված իր աչքերը կշեղի։ Խորանը պետք է սուրբ վայրը Աստուծո հետ հանդիպման, այնտեղ կարելի է Աստվածամոր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբերու բատկերներ տնել, բայց սիրելներ ուրիշ բաներ չավելցնել։ Այս հարցի մասին հաջախագի մտածելով իմ մտքում ցակեց մի խաղապար, հիմա գսե որոքինեսը, քիչ մը շատ ավելի խորհուն գերտա գսե, որ կարող է զայրահեղ թվալ, բայց գուցե մեկն ու մեկը գփաժանի այն, եթե լրջորեն մոդենա հարցին։ Հիմա փամը պիտի ասե, թե ինչու համար օրինակ սենյակի մեջ բեք չէ խորան ունենալ գսե, ննչա սենյակի մեջ, քիչ մը գսե զայրահեղ գտվի իմ ասածս, բայց եթե մեկն ու մեկը մտածե այն ադեն ավելի լրջորեն կմոդենա հարցին։ Մի աղոթ, որ կատարվում է ամուսնական սենյակում, ուր դեղի է ունենում մարմնական գործողությունը, ոչ թե այն գործողությունը, որ արգելված է բարոյաբես, այլ այն, որ Պողոս առաքյալը թույլատրում է ներողամտորեն եւ ոչ բարդավորվածությամբ, արդյոք մաքուր եւ սուրբ գործ է թվում Աստուծո աչքին։ Այն սենյակի մեջ, որ դեր եւ դիգին կգենակցին իրարու հետ, գսե որ պետք է արդյոք այդտեղը խորան տնել։ Հարցը մնում է բաց, քանի որ առաքյալը խոսում է նրանց մասին, ովքեր փոխադարձ համացանությամբ միաժամանակ հրաժարվում են մոդենալ միմյանց, որբեսի նվիրվեն աղոթքի։ Պողոս առաքյալը առաջին Կորինթացիներու նամակի 7-րդ գլխում մեջ սիրելներ, գսե որ ամուսիններ եթե գուզեն գար ժամանակով իրարմե հերանալ աղոթքի նվիրվելու համար, թող նվիրվին, բայց գսե շատ երկար թող չի հերանան, որբեսի սադրան չփորձե մեկն ու մեկը։ Հետևաբար անոնք, որոնք աղոթքի պիտի նվիրվին, գսե որոքինեսը գրնան իրենց սենյակի մեջ տեղ ունենալ, բայց գսե այնտեղ ուր որ կգենակցին, ըստ իսկ գսե որոքինեսը լավ դեղ չէ որ խորան ունենանք։ Սիրելներ, անշուշտ օրինական ամուսնությունը սրբություն է Աստծո դիմաց եւ Աստված գործնե սուրբ ամուսնությունը, բայց աղոթքի համար որոքինես կսե դան մեջ ուրիշ տեղ ունեցեք եւ իրապես ալ
ամեն մեկը սիրելներ դան մեջ դեր ունենանք այսպես խորանիկը վայր ուր կարողանանք աղոթել ես իմ այս քրատարանիս մեջ իմ աղոթներս կնեմ նաև եւ կրանալիս առաջ անգողնիսկով սիրելի եղբայրներ եւ քույրեր շատ կարեւոր է որ մեր հոգին հանդարտեցնենք հանգստացնենք եւ դեր ունենանք Աստծո հետ հանդիպելու խոսելու համայնական աղոթք Աստվածային առանձնահատուկ մի շնորհ եւ օգտակարություն կա աղոթքի դեղում ուզում եմ ասել հավատացյալների ժողովադեղում հիմա սիրելիներ հավաքական աղոթ անձնական աղոթքի մասին խոսեցավ դերի մասին խոսավ հավաքական աղոթքին համար կխոսի Անդարագույս հրեշտակների զորությունները մասնակցում են հավատացյալների հավաքին եւ որ կհավաքվենք մենք եկեղեցի աղոթելու հրեշտակները կհավաքվին այնտեղ ոչ միայն գսե այնտեղ ներկայ է մեր Տիրոջ եւ Փրկին սրբությունը ներկայ են սրբերի հոգիները կարծում եմ նաեւ ներկայ են ննչեցյալների հոգիները որոնք նախորդել են մեզ եւ իհարկե այն սրբերի հոգիները որոնք ապրում են թեև հեշտ չէ ասել թե ինչպես են ներկա կարելի չէ ասել որ ապրող սուրբերի հոգիները ինչպես ներկա են բայց ներկա են եւ որ մենք հավաքվենք եկեղեցու մեջ աղոթելու ահա թե ինչ պետք է մտածել հրեշտակների մասին Տիրոջ հրեշտակը բդդվում է իր երկյուղածների շուրջը եւ վտանգից փրկում է նրանց Սաղմոսի խոսքը 34-րդ Սաղմոսի 8-րդ համարը Հակոբը ճիշտ է ասում ոչ միայն ինքն իր մասին խոսելիս այլև բոլոր նրանց մասին ովքեր ծառայում են Աստծուն երբ ասում է հրեշտակն ինձ փրկեց ամեն տեսակ չարիքից Հակոբ նահաբետի խոսքն է ասիգա 5 դագարանի մեջ կարդացեք Ծննդոց գրքի 48-րդ գլխու 16-րդ համարը այնտեղ ասավ որ հրեշտակը զիս փրկեց ամեն փորձություններեն ուրեմն կարող ենք հաստատել հետևյալը բազմաթիվ եղբայրների ժողովում ուր հավաքվին հոգևոր եղբայրները որոնք հավաքվում են Քրիստոսի փառքի համար յուրաքանչյուրն ունի իր հրեշտակը որը շրջապատում է նրանց որոնք երգյուղում են Աստծուց եւ մնում նրա գողքին ում հանցն է արել պաշտպանել եւ պահպանել մենք ամեն մեկս բաբան հրեշտակ ունենք հետեւաբար երբ որ աղոթքի գավակվենք մեր բաբան հրեշտակներ ամբողջությամբ կշրջապատեն մեզ որբեսի սիրելիներ չարը չհարված չդա մեզ Սրբերի ժողովում հավաքվում են երկու եկեղեցիներ մարդկանց եկեղեցին այսինքն ողջերու եկեղեցին որ կգոչվի զինվորակրյալ եկեղեցի եւ հրեշտակների եկեղեցին հաղթական եկեղեցին հոգեղեն եկեղեցին Եթե Ռաֆայելը այն հրեշտակն էր բժշկության հրեշտակը որ դոպիտի հանդիպեցավ եւ բժշկեց դոպիտն ու սարան նշանած անոր ուրեմն եթե Ռաֆայել հրեշտակը կարող էր ասել դոպիտին որն իր աղոթն էր արակում առաստված իսկ հետակայում նաև նրա հարս Սարային թե իրենց աղոթների հիշադակը մատուցել է Աստծուն ապա ինչ կարող է ասել այն մեծ ժողովի մասին որտեղ հավատացյալները նույն ոգով եւ նույն մտածումով հավաքված մեկ մարմին են կազմում ի Քրիստոս Հիսուս Տիրոջ զորության մասին որը գենտանացնում է իր եկեղեցին Սուրբ Պողոսն ասում է իմ հոգով եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ ես գտնվում եմ ծեր ժողովում Առաջին Կորինթացի 5-րդ գլուխ 4-րդ համար ուրեմն գսե հավատացյալուն երբ որ դու կհավաքվիկ ես ալ ներկայ եմ այնտեղ հոգիով Քրիստոսի զորությամբ որբեսի լսել դամ թե Տիրոջ զորությունը միայն եփեսացիների հետ չէր այլ նաև գորընթացների հետ ուրեմն եթե Պողոս Արաքյալը որը մարմնով թեր գենթանի էր հավատացել է թե հոգով կարող է մաս կազմել գորընթացների ժողովին ապա մենք կարող ենք մտածել որ ցանկից հեռացած սրբերը եւս իրենց հոգով մասնակցում են հավատացյալների ժողովներին գուցե ավելի քան նա ով միայն ֆիզիկապես է գտնվում այնտեղ այո սիրելիներ սուրբերը իրենք ալ մեր աղոթքին կմասնակցին նույնիսկ ավելի գսե որոքինես քան թե անոնք որոնք միայն մարմինով կմասնակցին աղոթքի ուստի բեք չէ ըստորակնահատել համայնական աղոթքը որովհետև առանցին մի շնորհ է կապված դրան արդար եւ ուղամիտ հոգիների համար հրեշտակների ներկայությունը աղոթքի ժամանակ հիմա սուրբերի մասին խոսեցավ հիմա հրեշտակների մասին
Հիսուս Քրիստոսի զորությամբ Բողոս Արաքյալի եւ մյուս սրբերի հոգիները, նաեւ դիրոջ հրեշտակները, որոնք հսկում են հավատացյալներից յուրաքանչյուրի վրա, հավաքվում եւ միասնապար աղոթում են նրանց հետ։ Ուրեմն պետք է ամեն ոք զգուշանա, որ անարժան չլինի իր սուրբ հրեշտակին, իր բաբան հրեշտակին եւ Աստուծուն թարնացնող սխալ վարքով չհանձնվի խավարի հրեշտակին։ Որովհետեւ սիրելիներ, եթե մենք թարնացնենք մեր հրեշտակը, այդ ժամանակ չար հրեշտակը գուկա, այսին չար ոգին գուկա։ Ովքեր կգտնվեն այդ վիճակում, ինչ կանել փոքրաթիվ լինեն նրանք, երկար ժամանակով չեն վրիբի հրեշտակների ուշադրությունից, որոնք Աստծո դնորինությամբ եկեղեցու բաբանության վրա գարկված լինելով, որպես վերագացուներ, բոլոր հավատացյալներին ճանաչել կտան նրանց մոլորությունները։ Եթե այդպիսի մարդիկ մեծ թիվ կազմեն եւ մարդկային ընկերությունների նման հավաքվեն խոսելու համար իրենց ժամանակավոր կորձերից, ապա Աստուծո հրեշտակներն այլևս չեն հսկի նրանց վրա։ Եթե սիրելիներ մարդիկ կովի գուքան, ինչպես որ դժբախտաբար այսօր եկեղեցիներու թուրերուն թիմած ծխախոտը իրենց բերնին, գավակվի մարդիկ եւ զանազան նյութերու մասին կխոսին, քաղաքական նյութ, մարզական նյութ, առօրյա նյութեր, այդ ժամանակ հրեշտակները չեն գրնար անոնց վրա ասկել։ Այդ ժամանակ չար ոգիներն է, որ դժբախտաբար գուրախանան եւ ահավոր վիճակներ կստեղծեն։ Աստված Եսայի մարգարեի բերանով գասի նրանց. ոչ, եթե դու քակ ու գանքնեք իմ առաջ, ես ձեզ չեմ նայի, ես ձեր վրա չեմ նայի, եթե բազմաբատկեք ձեր աղոթները, չեմ լսի ձեզ բնավ։ Աստված հին ժողովրդին ասա, պիտի չնայեմ ձեր վրա, պիտի չլսեմ ձեր աղոթները։ Կարդացեք Եսայի առաջին գլուխ 12 եւ 13 համարները։ Նույնպես արսիրներ, եթե մարդիկ կերտան եւ ուրիշ նյութերով գսվաղին, Աստված ոչ աղոթները պիտի լսե եւ ոչ ալ պիտի տեսնե։ Այն ժամանակ սրբերի եւ հրեշտակների ժողովի փոխարեն, որի մասին խոսեցինք, կգազմվի մեղավորների եւ չար հրեշտակների մի խառնաժողով։ Այդպիսի մի խառնաժողովի մասին հրեշտակներն ու հավատացյալները կկարողանան ասել. ես չեմ նստի ունայնության ժողովի աթորին, չեմ խառնվի անօրենների ամփոխին, ադում եմ չարակորձների ժողովը եւ ամփարիչների գողքին չեմ նստի։ 26-րդ Սամոսն է, 4-5 համարները։ Իմ կարծիքն այն է, որ Երուսաղեմում եւ ամբողջ Հրեաստանում գտնվող ժողովուրդը շատացրել է իր մեղքերը եւ ընկել թշնամիների իշխանության տակ, ովքեր անդեսել են օրենքը, անդեսվել են Աստծուց, բահաբան հրեշտակներից եւ սրբերից, որոնք կարող էին փրկել նրանց։ Ով որ Աստծո օրենքը գանդեսե, ինքն ալ գանդեսվի, թե Աստծուց, թե հրեշտակներից, թե սրբերից։ Այսպիսով ժողովներն ընկնում են փորձության մեջ այն աստիճան, որ գործնում են այն, ինչ որ գարձում էին ունենալ։ Դրանք նմանվում են այն անիծված եւ արմադախիլ եղած թզենուն, որ բդուղ չեր տվել Հիսուսին, որը քաղցած էր։ Դրանք գզրգվեն իրենց հավատի գենսական այն քիչ ուժից, որ ունեն դակավին։ Ես հարմար տադեցի աղոթքի դեղի մասին այս մի քանի դիտարկումներն անել, ցույց տալու համար, որ աղոթքի հարմարակույն դեղը սրբերի հավաքավայրն է եկեղեցում։ Սուրբերի հավաքավայրն է եկեղեցին, հետևաբար լավագույն դեղը աղոթքի եկեղեցին է։ Ասկևերջ ովև մեկը չսե ես դանս մեջ ալ գաղոթեմ։ Դանդ մեջ անցլական աղոթք դրե, բայց եկեղեցին սուրբերու հավաքավայրն է, այնտեղ հրեշտակները գավակվին։ Այնտեղ քո աղոթքի նաև մասնակից կլան բոլոր սուրբերը, թե անոնք որոնք այս կյանքեն մեկնած են, եթե նաև ողջ համայն սուրբեր աշխարհի հոգիով։ Աղոթք ուղված դեպի արևելք։ Ինձ մնում է մի քանի խոսք ասել աղոթքի ուղղվածության մասին։ Երկրի 4 սակերին՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք անդրադառնալիս, ով իսկույն համաձայն չի լինի, որ աղոթելիս մեր դեմքը պետք է դարձնենք դեպի արևելք, որ հոգու խորհրդանիշն է, եւ նայենք դեպի ճշմարիտ լույսը։ Եթե մի դան թուրը դարբեր ուղղվածություն ունի եւ աղոթելու համար նախընտրելի է նայել դեպի դրան բացվածքը երկինքը տեսնելու համար, որովհետեւ այդ տեսարանը մեզ ավելի է աղոթքի մղում, քան բադը, ապա ես կպատասխանեմ, որ դան ուղղվածությունը պայմանական է, մինչդեռ արևելքը իր բնությամբ քերագշրում է մյուս բոլոր կողմերի համեմատությամբ։ Մարդիկ սիրելներ ընդհանրապես երբ դաղոթեն, գնահատեն ոչ թե դեպի բադն այն աղոթեն, այլ դեպի բացվածքը դրան, դեպի բադուանեն դուրս։
Եթե այդքան կարևոր է գսե, ուրեմն ինձ համար գսե արևելք դառնալը շատ մեծ առավելություն ունի։ Ավելի լավ է նկատի առնել բնությունը, քան պայմանականությունը։ Այլապես ինչու իր արդում աղոթող գյուղացին պիտի աղոթեր իր դեմքը դեպի արևելք դարձած, քան թե դեպի արևմուտք։ Ուրեմն եթե ավելի լավ է նախընտրել արևելքը, ապա ինչու նույն բանը չանել ամենուր։ Ահա այն ամենը, ինչ վերաբերում է աղոթքի ուղղվածությանը։ Սիրելիներ, եթե իսլամները որ չար գրոն ունին, սուտ գրոն ունին, դեպի Մեքքե գտարնան, ինչու մենք դեպի արևելք չդառնանք։ Եվ հիշեցեք, մեր եկեղեցու սուրբ խորանները ուրեն ուղղված են դեպի արևելք։ Երբ մենք ժամերկության սկիզբը հրաժարիմքը գսենք մեր դեմքը դեպի ուր, դեպի արևմուտք, հրաժարելով սատանայեն, անոր խապկանքներեն, անոր չար բաշտոնյաներեն, չար խորհուրդներեն, չար ռեշտակներեն եւ այլն։ Եվ աբա թարնամք իլույս Աստված գիտության։ 3 անգամ հրաժարելի վերջ դեպի Աստված գիտության գտարնանք, դեպի արևելք գտարնանք։ Ննչեցյանները եւ նաեւ գտաղենք սիրելիներ իրենց դեմքը դեպի արևելք, ինչու, որովհետեւ Քրիստոս երբ որ վերադառնա, ննչեցյանները պիտի գանքնին եւ Հիսուսը տեսնեն։ Անոնք որոնք անստասպան եղած էին, անոնք որոնք սիրելիներ հերետիկոս էին, անոնց դեմքը դեպի քեդին, դեպի հագրակ կտաղեին, որովհետեւ Քրիստոսի դեմքը չկարողանային տեսնել։ Աղոթքի զանազան մասերը։ Այսալ կարևոր է, լսեցեք։ Աղոթքի զանազան մասերի վերաբերյալ մի քանի խոսք ասելուց հետո ես ավարտած կլինեմ իմ ուսումնասիրությունը։ Կարծում եմ պետք է նկատի ունենալ աղոթքի 4 մասեր, որոնց ես հանդիպել եմ Աստվածաշնչի տարբեր դեղերում եւ որոնք հարկավոր է իմի բերել ամբողջական մի աղոթք ունենալու համար։ Ահա թե որոնք են այդ մասերը։ Եվ իմ ասիլներ, մեզի այսպես որոքինեսը ցույց կտա ինչ ծևով աղոթենք, եւ ասիկա շատ կարեւոր է։ Աղոթքի սկզբում ինչքան հնարավոր է պետք է փառք տալ Աստծուն Հիսուս Քրիստոսով եւ Սուրբ Հոգով։ Այնուհետև երկրորդ շնորհակալություն հայտնել նրան իր բարգեված բոլոր բարիքների համար, ընդհանրապես եւ մասնավորապես։ Շատ կարեւոր է։ Ուրեմն առաջինը պետք է փառք տալ Աստծո, երկրորդ շնորհակալություն հայտնել։ Կոապանությունից հետո, ուրեմն փառք տալեն, շնորհակալություն հայտնելեն հետո ինձ թվում է աղոթողը թարնորեն զղջալով պետք է իր մեղքերը խոստովանի Աստծուն եւ խնդրի նրան, որ բժշկի իրեն այն հագվածությունից, որը քշում դանում է դեպի չարը եւ թողություն դա անցյալի իր բոլոր հանցանքներին։ Ուրեմն սիրելիներ, շատ կարեւոր է փառապանել վերջ Տիրոջ անունը, շնորհակալություն հայտնել յետք, խոստովանել մեղքերը։ Ոչ թե մեկ անգամ աղոթ կնել եւ խնդրանքները սկսել արդասանել, ոչ, այլ փառապանել Աստված, շնորհակալություն հայտնել, խոստովանել մեղքերը, խնդրել որ ները իր բոլոր մեղքերը եւ ապա նայեցեք ասե, ապա 4-րդ մասում ըստիս պետք է հայցել երկնային մեծ բարիքներ մեզ համար, մեր ծնողների համար, մեր բարեկամների եւ բոլոր մարդկանց համար։ Օրինակ, հոգի փրկություն։ Ոչ թե բարձրապես նյութական հարստություն, այլ սիրելիներ հոգեվոր բաներ նաեւ։ Խնդրեցեք ձեր զավակներու հոգեվոր փրկությունը։ Մի խնդրեք միան որ ձեր զավակները համալսարանի մեջ հաջողակները լան, մեծ բաշտոն ունենան, այլ խնդրեցեք որ անոնց հոգին փրկվի։ Նախ, հետո մնացյալները։ Վերջապես աղոթքը պետք է ավարտվի փառապանելով Աստծուն Քրիստոսով եւ Սուրբ Հոգով։ Ինչպես որ սկսած էր փառապանությամբ, նույն փառապանությամբ ալ պետք է ավարտվի։ Հիմա ուրեմն որոքինեսը այս իր խոսքերը քիչ ավելի գտնլայն է եւ օրինակներ գուտա սամոսներեն եւ գսե։ Փառապանության աստվածաշնչական մի օրինակ։ Աստվածաշունչը մեզ դալիս է աղոթքի զանազան մասերի վերաբերյալ օրինակներ։ Ահա փառապանության մի օրինակ, որ գտնվում է 104-րդ Սամոսում։ Դեր իմ Աստված, անչափ մեծ ես դու, սկեստավորվել ես բադվով եւ մեծապարությամբ։ Գրում ես լույսը ինչպես վերարգու եւ փրում երկինքն ինչպես մի օթոց։ Նա բարձունքներն իր գամարում է չրերով եւ վարում է ամբերն իբրև գարգ։ Շրջում է նա հողմերի թևերին, քամիներն իր ռեշտակներն է դարձնում եւ հրագես փոցերը սպասավորներ։ Նա հաստատել է երկիրն իր հիմքերի վրա, որը չի սասանվի հավիդյան։
Դու այն ծածկում ես ծովային անթունտերով, որոնք գարձես վերարգուները լինեն նրա։ Չրերը գանկնում են լերների վրա, փախուստ են տալիս քո սաստից եւ վեր թրջում որոդահունչ քո ցայնից։ Այս սաղմոսը գսե հիմա բորոքինես համարյա ամբողջովին մի փառաբանություն է ուղված հորը։ Ամեն ոք կարող է ընդրել եւ հավաքել մեծ թվով ուրիշ հատվածներ այս նյութի վերաբերյալ։ Երկրորդը քոհապանության օրինակ Թավթի քոհապանությունը դիրոջը։ Որպես քոհապանության օրինակ մենք ընդրում ենք Թավթի խոսքերը, թագավորած երկրորդ գրքում, երբ Նաթանը նրան է փոխանցում Աստծո խոսքերը։ Դավիթը զարմանում է իդես աստվածային բարիքների եւ քահություն մատուցանում դիրոջը հետեւյալ խոսքով. Ով եմ ես, դեր իմ Աստված, եւ ինչ է իմ դունը, որ ինձ հասրիր մինչեւ այստեղ։ Դեր, ես թույզն չափով իսկ նվաստացած չէի լինի քո աչքին, եթե ապահոված չլինեիր քո ծառայի դունը քալիք տարերի համար։ Այսպիսին է մարդկային օրենքը, դեր իմ Աստված։ Ավելի ինչ կարող է ասել քեզ Դավիթը։ Դու ճանաչում ես քո ծառային դեր իմ, քո խոսքի պատճառով եւ ըստ քո սրդի դու իրականացրիր այս փառավոր կորձը, որբեսի բարձրացնես քո ծառային։ Ահա թե ինչու դու փառավորվում ես դեր իմ Աստված։ Ասիրներ այսալ քոհապանության սաղմոս է գրված է երկրորդ թագավորաց գրքի մեջ 7-րդ գլուխ 18-ին 22 համարներու մեջ։ Եվ ուրեմն փառաբանություն, քոհապանություն, շնորհակալություն հիմա խոստովանանքի մասին, խոստովանության եւ խնդրանքի օրինակ։ Ահա խոստովանության մի օրինակ։ Փրկիր ինձ իմ բոլոր մեղքերից։ Սաղմոս 39:9 համար։ Մի ուրիշ տեղ վերքերն իմ փդում եւ նեղվում են իմ հիմարության հետևանքով։ Իսկ ես գկած եւ ծայր աստիճան խորդակված օրնիփուն քայլում եմ մրայլաթեմ։ Սաղմոս 38:6-7 համարներ։ Ահա մի ուրիշ օրինակ խնդրանքի վերաբերյալ։ Ինձ մի շփոթիր մեղավորների հետ, գորստիա մի մատներ ինձ անօրենություն կործողների հետ։ Սաղմոս 28-րդ համար։ Կան նաև նման օրինակ ուրիշ շատ հատվածներ։ Վերջապես արդար է, որ Աստուծո փառաբանությամբ սկսվող աղոթքը փառաբանությամբ էլ ավարտվի, քովերքելով եւ բանձացնելով դիեզերքի դիրոջը Հիսուս Քրիստոսով եւ Սուրբ Հոգով, որին փառք հավիդյանս հավիդենից ամեն։ Սիրելներ, անձնական աղոթքի բարակային ինք օրինակներ չի դար, որովհետեւ անձնական աղոթքը անձնական է։ Դուք ինչ ցև որ ինչ խնդրանքներ ունիք գրնակ դիրոջ ներկայացնել, բայց միշտ հիշեցեք։ Աղոթք եւ որ կսկսենք, նախ փառաբանությամբ սկսենք, գրնակ փառաբանության սաղմոս մգարտալ, ապա քոհապանել դերը իր մեզի անտեպ ցուցաբերած ողորմության ամբար, որուն արժանի չենք մենք։ Երրորդ զնգաչոք խոստովանիլ մեղքերը, վայ գարտալ եւ խնդրել դիրոջ մե որ ողորմի մեզի։ Չորրորդ մեր խնդրանքները ներկայացնենք դիրոջ մեր անձին համար, մեր ընտանիքի անդամներուն համար, աշխարհին համար եւ վերջապես ինչպես որ փառաբանությամբ սկսած էինք աղոթքը, նույն փառաբանությամբ ավարտենք փառաբանելով Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ավասիկ սիրելներ ցեզի ներկայացուցի Որոքինեսի աղոթքի ուսումնասիրության քիրքեն իր սկանչելի խրատները ուղված մեզմե յուրաքանչյուրին։ Սիրելներ շատ աղոթենք մեր անձերու փրկության համար, մեր ընտանիքի անդամներու փրկության համար, աղոթենք մեր հայրենիքին համար, աղոթենք աշխարհի խաղաղության համար, որ այսօր կտեսնենք ահավոր վիճակ է միջին արևելքի մեջ դարձյալ, հատկապես Պարսկաստանի մեջ, արաբական զանազան երկիրներու մեջ։ Աստված թող ողորմի սիրելներ, Աստված թող այս աշխարհի չար ղեկավարներու սիրտը, այդ գարձր սիրտը ջզմե իր սիրովը, որպես իրենք ալ դարձեկան։ Աստված ո՞ե մեկուն մահ չուզեր, Աստված բոլորին դարձը գուզե։ Եվ կարողանանք սիրելներ իսկապես ամենքս իրարու համար աղոթելով բժշկվել եւ ամենքս ալ հավիտենական կյանքին արժանի ելալ։ Հետևաբար աղոթեցեք առանց վհատելու եւ երբ կաղոթենք միշտ հիշենք, որ վերջավորության ըսենք Տիրոջ եղիցի գամքո, ինչպես որ քու գամքդ գուզե այդպես թողլա, որովհետեւ մենք սիրելներ գարջ բաժին է որ գտեսնենք, մենք շատ մոդիկն է որ գտեսնենք, իսկ Աստված անհունը գտեսնե եւ այնինչ որ բարի է մեզի համար, այն է որ գտնորին է։ Կարևորը որ մենք մաքուր սրտով ցերկերնից եւ հոգինից սպասացնենք, որբեսի Աստված մեզ մեջ չզզվի,
չարքահադի եւ սիրելներ գրնակ չդարձնե։ Մնացեք ամուր եւ ձեր աղոթքի մեջ մաքուր։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։